Փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Կատուժած, հայտնում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնահազանգը ստացվել է դեկտեմբերի 1-ին ժամը 10:12-ին։ Դեպքի վայր են մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների, մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը։ 175 սարքից ունենք տվյալներ եւ այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ նոյեմբերի կեսերից վատթարանում է եւ սկսում է բարելավվել մարտի կեսերից։ Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով երկարաժամկետ լուծումները շատ դեպքերում մայրաքաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Ըստ Ավինյանի, օդի աղտոտվածության խնդիրը առաջին հերթին պայմանավորված է աշխարհագրական դիրքով, նաեւ այս սեզոնին եղանակային պայմաններով, քանի որ օդը գալիս եւ մնում է տարածաշրջանում։ Երևանի 30 կանգառասրահում առաջիկայում տեղադրվելու են էլեկտրոնային չվացուցակների սարքավորումները։ Այս մասին ասել է Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Մինչև տարեվերջ մայրաքաղաքի 36 կանգառասրահում կլինեն չվացուցակները ցույց տվող սարքավորումները։ Ոստիկանության 4 ծառայող ազատվել է համակարգից։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստին ուսումնասիրվել եւ քննարկվել են ոստիկանության 8 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ 2 ոստիկանի նկատմամբ որոշվել է խիստ նկատողություն, իսկ 2 ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է։ Արցախի տարածքում շարունակվում է հրդեհը, որը բռնկվել էր նախօրեին Խարվաճառի շրջանում։ Ադրբեջանի արտաքին իրավիճակների նախարարությունը նշում է, որ հրդեհը բռնկվել է անտառային հատվածում։ Կրակը այսօր տարածվել է նաև Քաշաթաղի շրջանում։ Գերատեսչությունը նշել է, հրդեհը բռնկվել է լեռնային բարդ տեղանքով տարածքում, որտեղ նաև քամի է, ինչը բարդացնում է դրա մարման աշխատանքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը դեկտեմբերի 1-ին կմեկնի Մոսկվա Ուկրաինայի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։ Ռուսաստան նրա այցը սպասվում է Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտոնյաները արդյունավետ են որակել 3 կայացած բանակցությունները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն լավատեսություն է հայտնել գրանցված առաջընթացի վերաբերյալ, հույս հայտնել, որ Ուկրաինայի ապագան կլինի ավելի բարեկեցիկ, քան երբևէ։ Պետքարտուղարը նկատել է ավելի մեծ աշխատանք կա անելու։ Վիլնյուսի օդանավակայանը Կիրակի կրկին ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը օդային տարածքում կասկածելի փուչիկների պատճառով։ Օդանավակայանը հոկտեմբերի սկզբից առնվազն 10 անգամ փակվել է։ Բալթյան երկիրը հայտարարել է, որ մաքսանենկները օդապարիկներով ապօրինի ծխախոտ են տեղափոխում եւ մեղադրել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին այդ պրակտիկան թույլ տալու համար, այն որակելով հիբրիդային հարձակում։ Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ձյուն է տեղում Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում, հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։ Որոշ հատվածներում մառախուղ է, հանրապետության տարածքում այսօր եւ վաղը գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ից 3-ին աստիճանաբար կնվազի 3-ից 4 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։